Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դիմաց այսուհետ կգործի Սևանի Թումո տուփը։ Բացման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ։ Հայաստանում եւ Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունը Թումո Հայաստանը մտնում է գործնական փուլ։ Նախաձեռնությանը միացած բարերարների նվիրատվությունների արդյունքում Սևան քաղաքի Կարեն Դեմիրճյան 21 հասցեում գործելու է Թումո տուփը։ Թումո տուփում սովորելու համար գրանցվել են արդեն 385 պատանիներ Սևանից եւ հարակից համայնքներից։ Ուսանողները ինքնուսուցումն անցնելու են տեղում, իսկ գործնական դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Դիլիջանի Թումո կենտրոն։ Նախ ուզում եմ շնորհավորեմ մեր ազգաբնակչությանը Սևանի տարածաշրջանում Թումո կենտրոնի բացման կապակցությամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սևանի այն երիտասարդներին, այս պահին անվանական չեմ նշի, բայց նաև մենք Սևանում ունենք շատ լավ երիտասարդներ, ովքեր եւս մեծ մասնակցություն ունեցել Թումոյի Սևանում բացվելու հարցում, իրանք եւս նախաձեռնող են եղել, իրանք եւս բանակցություններ են արել, նաև դիմել են մեզ, մենք էլ ենք գերություններով դիմել։ Միանշանակ ողջունում եմ, մոտ 300 երեխաներ հնարավորություն կունենան այցելել Թումո կենտրոն եւ կարծում եմ սա ձեռքբերում է մեր համայնքի համար, երեխաների եւ ինքնաուսուցման եւ հետագա կրթության եւ զարգացման համար։ Շնորհավորում եմ բոլորիս։ Գեղարքունիքի մարզում առաջին Թումո տուփը բացվել է նախորդ տարի Գավառում։ Այստեղ այժմ սովորում են 574 ուսանողներ, որոնցից ավելի քան 200-ը մասնակցում են դասընթացների Թումո Դիլիջանում։ Նրանք մասնակցել են 35 դասընթացի Թումոյի կրթական ծրագրի ոլորտներում, իսկ 27-ը երաժշտության հատուկ աշխատարանի, որն անցկացվել է հենց Գավառի Թումո տուփում։ Ես կարծում եմ սա շատ կարևոր նախաձեռնություն է եւ հենց այսօր միաժամանակ եւս 2 տուփ բացվում է մյուս 2 մարզերում, Վայոց ձորում եւ Սյունիքում եւ Թումոն ունի նաեւ հետագա պլաններ ընդլայնելու եւ տուփերը ել ավելի շատ դարձնելու։ Մենք Գեղարքունիքում արդեն նախորդ տարի Գավառում բացել էինք առաջին Թումո տուփը եւ արձագանքներից դատելով շատ արդյունավետ ու լավ աշխատում է։ Ես կարծում եմ, որ Սևանում էլ տուփը նույնքան արդյունավետ աշխատելու է ու շատ կարևորում եմ, որ Թումո տուփերը դրվում են հենց դպրոցների հարևանությամբ։ Սա լրացուցիչ հնարավորություն է ստեղծում նաև դպրոցների համար օգտագործել այս միջավայրը եւ ընդհանուր առմամբ սովորելու մի լավ միջավայր դարձնել, որտեղ երեխաները ամենուր ունեն հնարավորություն զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները։ Թումո Հայաստան նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին։ Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփեր, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80,000 պատանու ողջ երկրով մեկ։ Թումոն այս պահին մի մեծ առաքելություն ունի Թումո Հայաստան նախաձեռնությունը, որը իրանից ընդհանրում է առաջիկա 5 տարում բացել եւ եւս մեծ կենտրոններ եւ տուփեր եւ թիվը հասցնել կենտրոնների ընդհանուր 16-ը Հայաստանի եւ Արցախի տարածքում եւ 110 թվով տուփեր ունենալ բոլոր համայնքներում, փոքր քաղաքներում, գյուղերում։ Այդ նախաձեռնության մեջ մեզ աջակցում է, ի սկզբանե աջակցությունը ցուցաբերել է Եմենիջան ընտանիքը, ով $10 միլիոն ներդրում ունեցավ այս ծրագրի մեջ, եւս 10 Հայաստանի ընդհանուր բարեգործական միությունն ու Աքիլյան ընտանիքը նվիրաբերեց 10-ական, ստացվեց 30 եւ մնացած 20-ը տվյալ պահին մենք դրամահավաքի միջոցով ունենք on-line նախաձեռնություն եւ հավաքում ենք։ Եվ հենց այդ նախաձեռնության շրջանակներում էլ առաջիկա 5 տարում լինելու է իմ ասած քանակի տուփերը եւ կենտրոնները։ Իսկ հենց անմիջապես հաջորդ տարի արդեն իսկ այս պահին եղած բոլոր կենտրոնների տուփերն են բացվելու։ Այսինքն մոտավոր մինչև 20 տուփ հաջորդ տարվա ընթացքում պլանավորում ենք բացել։ Եկել ենք Սևան, որպեսզի ծանոթանանք Թումո Սևանի նոր ուսանողների հետ, կիսվենք իրենց հետ փորձով, պատմենք մի քիչ մեր փորձի մասին, ինչ ենք արել Թումոյում ու ընդհանրապես մասնակցենք Թումո Սևանի բացմանը։ 16 թվականից հաճախում եմ Թումո Երևան, այնտեղի ուսանող եմ,
Այսօր եկել ենք մեր Սևանի նոր երեխեքի հետ մեր փորձերով կիսվելու, մեր մասին պատմելու համար։ Ուսումնասիրել եմ հիմնականում ծրագրավորում, խաղերի ստեղծում, ավելի շատ խորացել եմ խաղերի ստեղծման ոլորտում։ Ես եկել եմ, որպեսզի ավելի խորացված ուսումնասիրեմ ինձ հետաքրքրող ոլորտները՝ ռոբոտաշինություն, նկարչություն, գրաֆիկ դիզայն, անիմացիա։ Այստեղ ուսումնասիրում ենք 14 ոլորտներ, սկսած նկարչությունից, վերջացրած ծրագրավորում եւ ունենք նաեւ բոլոր ոլորտների համադրում միասին, ունենք տարբեր դասընթացներ եւ խորացված գիտելիքներ բոլոր դասընթացների մասին դեպի ուսանողներ։ Իսկ մինչեւ դասընթացների անցնելը, այստեղ մենք երեխաներին նախապատրաստում ենք, ինչ որ որոշակի գիտելիքներ ենք տալիս տվյալ դասընթացի մասին եւ իրենց արդեն ուղարկում ենք Դիլիջան, ուն դասընթացի մասնակցելը։ Ինչպես պետք է գրանցվեն։ Դասընթացները գրանցվում է իրենց շավիղը, այսինքն իրենց էջը, եւ եթե տվյալ ուսանողը ցանկություն ունի, արդեն կապ ենք հաստատում Դիլիջանի հետ եւ այնտեղ գրանցվում է իր օր ու ժամ ամեն ինչ տեղեկացնում ենք։ Թումոտուփերը տեխնիկապես հագեցած մինի թումոներ են, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում։ Թումոտուփերն ու թումոկենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա թումոկենտրոններ կամ միանում են դրանց առցանց։ Առաջին թումոտուփերը գործարկվել են նախորդ տարի Գավառում եւ Բերդում։ Եվս 3-ի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին Վայքում, Կապանում եւ Սևանում, իսկ հաջորդ տարվա սկզբին կտեղադրվի նաեւ Արցախի Մարտակերտ քաղաքում։ Սուրեն Բարսեղյան, Վարան Ոսկանյան, Գեղամահոր։